Հազարավոր կիլոմետրեր անցած օվկիանոս կտրած ու Հայաստան հասած ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայից J.D. Vance-ից առաջին ձեռքից էին լրագրողները ցանկանում տեղեկանալ, ի վերջո Միացյալ Նահանգները որքան ներդրում է ակնկալում կամ նախատեսում կատարել TRIP նախագծում եւ տնտեսական ինչ օգուտներ է սպասում նախագծից։ Vance-ը հարցին հստակ պատասխան տալու փոխարեն ուղղակի տեղեկացրեց, թե խոսել են տարածաշրջանի նաեւ ամբողջ աշխարհի մի շարք գործընկերների հետ եւ ըստ նրա նրանք շատ հետաքրքրված են դրանով։ Նրանք կարծում են, որ սա բավականին լավ ներդրումային հնարավորություն է։ Դեռ TRIP նախագիծը նոր էր ուրվագծվում, փաստաթղթերն էլ նոր էին ստորագրվում Վաշինգտոնում, երբ հայ փորձագիտական եւ քաղաքագիտական համայնքը բարձրաձայնում էր նախազգուշացնում, ամերիկյան փաթեթավորմամբ TRIP-ը իրականում թուրք-ադրբեջանական տանդեմի համար է ստեղծվում, եւ որ թուրքական-ադրբեջանական կազմակերպություններն ու ընկերություններն են բնադրվելու այդ նախագծում։ Միացյալ Նահանգները ինքը չի պատրաստվում ներդրումներ կատարել։ Ինքը պատրաստվում է այստեղից շահույթ ստանալ։ Այո, մեծ հավանականությամբ խոսքը թուրք-ադրբեջանական ընկերությունների մասին է, որոնք անուղղակիորեն քողարկված գուցե կանեն այդ ներդրումները, որպեսզի Հայաստանում հանրային աղմուկը շատ չլինի։ Թուրքիան եւ Ադրբեջանն են ավելի շատ շահագրգռված այդ նախագիծն իրենցով անել, իրենց վաղեմի երազանք դարձած Զանգեզուրի միջանցքին տեր դառնալ։ Տարածաշրջանային այլ երկրներին, խոշոր խաղացողներին, Ռուսաստանին եւ Իրանին այնպես չէ, որ Միացյալ Նահանգները, Թուրքիան կամ Ադրբեջանը ցանկություն ունեն տեսնել TRIP-ում։ Կարող է լինել երկու վտանգ։ Առաջին, որ Ռուսաստանը եւ Իրանը, որոնք դեմ են այդ ծրագրին առանց իրենց մասնակցության, կարող են պատասխան առաջին հերթին տնտեսական քայլերի դիմել Հայաստանի դեմ, այսինքն պատասխան կոշտ քայլերի կարող են դնել։ Ընդհանրապես, ըստ վերլուծաբանների, Միացյալ Նահանգները չի էլ պատրաստվում Հայաստանում ինչ-որ ներդրումներ կատարել։ Միլիարդավոր դոլարների մասին մանիպուլյացիոն հայտարարություններն ըստ քաղաքագետների չեն վերաբերում Հայաստանում ԱՄՆ-ի կողմից ներդրումային ծրագրերին։ Նույն այդ 9 միլիարդ դոլարի ներդրումը չէ, իհարկե ներդրում է։ Պարզապես ոչ թե Ամերիկայի Միացյալ Նահանգներն են ներդրում անում Հայաստանում, այլ Հայաստանն է ներդրում անում Ամերիկայում։ Որովհետև դրա իությունը ինչ է, մեզ ասում են այդ գումարը գտեք, որտեղից ուզում եք, եւ մեզանից ձեռք բերեք սարքավորումներ եւ տեխնոլոգիաներ։ Հապկից են արձագանքել տարածաշրջանում արևմտյան կողմի ակտիվ գործընթացներին, հայտնելով, թե արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը հարավային Կովկասում։ Արագացված տեմպերով շարունակվում է Եվրոպայի ռազմականացումը, որը ակնհայտորեն ուղղված է Ռուսաստանի հետ ռազմական բախման նախապատրաստմանը։ Ռուսաստանը դեմ չէ Հայաստանի համագործակցությանը գործընկերների հետ, սակայն ամերիկյան տեխնոլոգիաների օգտին ընտրությունը ռուսական կողմի համար էլ հարցեր է առաջացնում։ Վաշինգտոնի առաջարկած փոքր հզորության ԱԵԿ-ները չկան ոչ միայն ԱՄՆ տարածքում, դրանք ըստ էության ընդհանրապես չկան, դրանք գոյություն ունեն միայն թղթի վրա։ Երևանում հայտարարված 9 միլիարդ դոլար արժողությամբ փոքր մոդուլային ռեակտորի կառուցման նախագծի վերաբերյալ կոնկրետ մանրամասներ չեն տրամադրվել։ Ռուսական կողմին հասանելի տեղեկության համաձայն խոսքը ոչ թե ԱՄՆ-ի ուղակի ներդրումների մասին է, այլ մի սխեմա, որի դեպքում պետք է վճարի հայկական կողմը։ Նախատեսվում էր, որ ֆինանսավորումը պետք է իրականացվի TRIP հիմնադրամի միջոցով, որն ինչպես հայտարարվել էր ավելի վաղ ստեղծվում է ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար։ Սակայն բուն հիմնադրամն առայժմ հիմնադրված չէ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։